Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 11։ Ով Տեր մեր Տերը, ինչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վրա, որ քո փառավորությունը բարձրացնում ես երկնքից վեր։ Սաղմոս 8-րդ գլուխ առաջին խոսք։ Երկնքի հոգևոր վիճակը առավելապես բաղկացած է սիրո ջերմ զգացումից, անկասկած, երկնքում կա ճշմարիտ կատարյալ հարաբերություն Տիրոջ հետ և այդ վիճակը գտնվում է առավելապես մաքրության և սրբության մեջ։ Սակայն երկնային վիճակի աստվածաշնչյան նկարագրության համաձայն, այն հիմնականում բաղկացած է սուրբ և հզոր սիրուց, ուրախությունից և այդ զգացմունքների արտահայտությունից առավել ջերմ և վեհ փառաբանությունների միջոցով։ Այսպիսով, երկնքում գտնվող սրբերի հոգևոր վիճակը բաղկացած է նույն բանից, ինչ երկրի վրա գտնվող սրբերի վիճակը։ Արդխիստ անմտություն կլիներ պնդել, թե որովհետև երկնքի սրբերը միավորված չեն մարմնին ու արյանը և չունեն կենդանական արցունքներ, որոնք հոգու և մարմնի միության օրենքների համաձայն կարող էին շարժվել նրանց հոգու այդ մեծ հուզումների ներքո, ուստի նրանց գերազանց սերն ու ուրախությունը այլևս զգացմունքներ չեն։ Մենք չենք խոսում մարմնի զգացումների մասին, այլ հոգու զգացումների, որոնցից գլխավորներն են սերն ու ուրախությունը։ Երբ դրանք բնակվում են հոգու մեջ, լինի դա մարմնի մեջ կամ նրանից դուրս, հոգին ազդվում է և շարժվում է դրանցով։ Իսկ երբ նրանք հոգու մեջ են այնպիսի զորությամբ, ինչպիսին առկա է երկնքում գտնվող սրբերի մեջ, հոգին հզորապես է ազդվում և շարժվում, այսինքն ապրում է մեծագույն զգացմունքներ։ Ճիշտ է, մենք փորձառությամբ չենք ճանաչում, թե ինչպիսին են սերն ու ուրախությունը հոգու մեջ մարմնից դուրս կամ փառավորված մարմնի մեջ, սակայն երկրի վրա գտնվող սրբերի սերն ու ուրախությունը երկնքի լույսի, կյանքի և երանության սկիզբն ու արշալույսն են։